Կրկին ողջույն, այս վիդեոյում կխոսամ ութի մասին, որը անգլերեն հայտնի է որպես figure 8, ռուսերեն վասյմորկա, իսկ հայերեն ուղղակի 8։ Այս հանգույցը ամենահաճախն է օգտագործում սպորտային մագլցման մեջ, որովհետև մագլցելուց պարանը մեզ կապում ենք հենց այս հանգույցով։ Ցույց կտամ այս հանգույցը անելու երկու տարբեր ձևեր։ Առաջի ձևերն է, որ պարանի ծայրը կապում ենք ինչ-որ ֆիքսված բանի, իսկ երկրորդ ձևերն է, որ պարանի ցանկացած մասի վրա անում ենք այս հանգույցը ու կարաբինի միջոցով միացնում ենք ինչ-որ ուրիշ ֆիքսված կետի։ Սկզբից ցույց կտամ, թե ինչպես ենք պարանի ծայրը կապում մեզ։ Համար նախ պետք է վերցնենք պարանի մոտավոր երկարություն, որը չափում ենք ձեռքը պարզած ձեռքով, մոտավոր կախված մարդու բոյից ձեռի երկարությունը ստեղից մինչև ստեղ, մոտավոր ինչ-որ մի բան։ Վերցնում ենք պարանը, պտտում ենք մի շրջան, հետո կես շրջանով ենք պտտում ու մեջով անցկացնում ենք։ Դառնալու է սենց տեսք, որը շատ նմանատիպ, դրա համար ասում ենք 8։ Եթե պտտեինք ընդամենը մի շրջան ու միջով անցկացնեինք, կստանայինք բոլորից հայտնի այս ամենապարզ կապը։ Բայց պտտում ենք կես շրջան ավել, այսինքն սովորականը պտտում ենք ստեղ ու ստեղից հանում ենք, իսկ 8 կապելու համար պտտում ենք կես շրջան ավել ու ստեղից ենք հանում։ Այս մասը կապելուց հետո պարանի ծայրը անցկացնում ենք մեր անվտանգության գոտու երկու հիմնական օղակների միջով, ներքևի օղակով, ոտքերի ու կոնքի օղակով, երկուսի միջով էլ պարտադիր անցկացնում ենք ու հանում ենք, սկսում ենք այս պարանի ծայրով հետևել այս պարանին։ Մի անգամ էլ ցույց տամ, պարանի ծայրը անցկացնում ենք մեր անվտանգության գոտու երկու հիմնական կետերով, ներքևից վերև կամ վերևից ներքև, տարբերություն չկա։ Հաշվում ենք այս հանգույցը մեզ հնարավորինս մոտիկ, պարանի այս ծայրով, սկսում ենք հետևել այս պարանին, այսինքն մեջով մտնում ենք, գնում ենք այս պարանի շուրջ պետք է ֆռա, հետո հետ է գալիս մտնում աստեղ, հետ է գնում ու դուրս է գալիս տեղից։ Վերջում ձգում ենք հանգույցը, ձգելուց հետո ոնց ենք ստուգում ճիշտ ենք կապել թե չէ, ուրեմն պահում ենք սենց ու հաշվում ենք 2, 2, 2, 2, 2, պետք է լինի 5 զույգ իրար զուգահեռ պարաններ։ Բացի այդ պետք է պոչի երկարությունը լինի գոնե պարանի տրամագծի 10 պատիկի չափով, այսինքն եթե օգտագործում ենք 9.5-ից 10 մմ-անոց պարան սովորաբար, երկարությունը պետք է լինի գոնե 10 սմ, հենց կարանք ձեռքով չափենք, երբ որ բռնենք, պոչը ձեռքից դուրս պետք է գա, այսինքն այսքանը սովորաբար հերիք է, այս դեպքում պոչը բավականին երկար է վերցրել։ Չափից կարճ պոչը վտանգավոր է, իսկ չափից երկար պոչը ուղղակի պարանի անիմաստ վատնում է, դրա համար օպտիմալ չափը ձեր մոտավոր այսքանն է։ Հիմա ցույց կտամ, թե ոնց ենք կապում նույն հանգույցը պարանի մեջտեղում։ Պարանի երկու կողմերը զուգահեռ դնում ենք, ստեղծում ենք փոքր օղակ ու կատարում ենք նույն գործողությունը, ինչ անում ենք պարանի ծայրին կապելու համար սկզբնական գործողությունը։ Այսինքն պտտում ենք իր շուրջ, մի շրջան պտտեցինք, կես շրջաններ ենք պտտում ու միջով անցկացնում ենք։ Ձեռքով ձգում ենք ինչքան կարանք, ու ելի նույնձև ստուգում ենք ճիշտ ենք կապել թե չէ։ 2, 2, 2, 2, 2, 5 զույգ զուգահեռ պարաններ։ Քանի որ այս դեպքում հանգույցը կապում ենք պարանի մեջտեղում, այս դեպքում իր պոչի չափի մասին չենք խոսում, բայց խոսում ենք այս օղակի չափի մասին։ Եթե օղակը լինի շատ մեծ, անիմաստ պարանի վատնում է, իսկ եթե լինի շատ փոքր, իր հետ հարմար չլինի աշխատելը, դրա համար սովորաբար հարմար լինում կարաբինի չափի օղակ սարքել, որ իր հետ աշխատելը հեշտ լինի ու պարանները անիմաստ չծախսենք, օպտիմալ չափն է։ Նշեմ, որ 8 հանգույցը պարանը հյուրացնում է 20-ից 25%-ով, այսինքն երբ որ պարանը ձգում ենք, պարանի թույլ կետը դառնում է այս կետը ու եթե պարանը պահում է ենթադրենք 2 տոննա, որ սովորական միջին պարանները այդքան են պահում ագեցման, այս հանգույցն անելուց հետո 20%-ով թուրանելու է պարանը, այսինքն պահելու է 1.6 տոննա 2 տոննայի փոխարեն։ Այս հանգույցը օգտագործվում է բացի պարանը մեզ կապելուց, նաև այս դեպքում, որ պարանը կապում ենք ինչ-որ ֆիքսված բոլտին, օրինակ, կամ ստանցիային ենք կապում ու իջնում ենք պարանով։ Բավականին հեշտ ու ամուր հանգույց է, հեշտ այն առումով, որ իրան ստուգելը ճիշտ է կապել թե սխալ, շատ հեշտ է։
հերթից շատ հերթից կարաս նայես ու միանգամից հասկանաս ճիշտ է թե սխալ, եթե բավարար փորձ ունես։ Այս հանգույցի մասին այսքանը, առայժմ։